մայիսի 9 թիվը ոչ մի թիվ է, ուրեմն հաղթանակի օրը ամսի 8-ն է, Գերմանիան կապիտուլացիա եղել ամսի 8-ին։ Դե Թրամփն էլ այդ մասին ասում է, որում ասում է դա Միացյալ Նահանգների տոնն է։ Սովետը սարքել է, դե փակ ռեժիմ էր, իր համար լարում էր ուրիշի դեմ, 9-ին եւ այն մեր նման մանավանդ միամիտ ժողովուրդներին։ Տանի ասիքու բիրկակ տնի վրա այդ հայրենական պատերազմը 600,000 զորակոչի պատցեղասպանություն 300,000-ը գլուխը դնեն Արցախից էլ տղամարդ հայ բնակչությանը տանի 26% է տարել եւ այլն քո հայրենիքն է եւ այլն եւ այսպես գնաց մեդալները շարած հետ կաս հետո տեսես ոչ Արցախ ունես ոչ Նախիջևանում հայ մնաց ոչ էլ Ռուսը Թուրքիա հետ Այն ինչ որ ուզում էիր կամ պատկերացնում էր, այդ քեզ հետ վատ է ավելի քան Թուրքիա 10 անգամ։ Եվ այստեղ էլ որ մտածես է, բայց սա իմ հայրենական պատերազմն է, բայց եթե մեր հայրենական պատերազմն է եւ ամսի 9-ին է, Արցախը ուր է։ Արցախը ուր է։ Կա, բա մեր հայրենական պատերազմը մենք մեր տարածք ենք կորցնում, ռուսին չասեն, գնան չասեն, որ այս կան զոհ ենք տվել։ 300,000 երիտասարդ պատերազմից հետո։ Եվ հիմա նոր բլեֆ եղել որ հանրապետությունից իշքան մարդ է մասնակցել։ Դա գիտեք ինչ է, հայերին զորակոչել են Ադրբեջանում, թիվ են լրացրել շատ տոկոսով, Վրաստանից շատ հայեր են զորակոչել, հիմա տոկոս իրենք առաջի տեղ են, կռվողը հայ է եղել, ազգային հատկանիշով պետք է հայ, ոչ թե որ հանրապետությունում ինչ, կոնկրետ բան ասեմ, Հայաստանից, մենակ Հայաստանից, հանվել է 6 դիվիզիա, երբ 4-ը կոմպլեկտավորված լրիվ, սովետական դիվիզիան 14,000 մարդ է ունեցել, դուք պատկերացեք ցեղասպանվել ենք, երկիրը 2-3 միլիոն մարդ չունի, այդ վիճակում 4 դիվիզիա լիարժեք հանում եք, վերարտադրողական տարվա չէ, որ 60 տարեկանը չի եւ այլն, որից հետո տեսել են կոմպլեկտավորում չինում, 2 դիվիզիա ոչ լրիվ կոմպլեկտավորած են տարել եւ այլն եւ ինչ է տեղի վրացական դիվիզիաները Ստալինը բերել Վարդանիկի բանում այդ լեննականուն շարել է Թուրքի դեմ իր ժողովրդին չի ուզել Միկոյանի ժողովրդին ուղարկել է կոտորվելու որտեղ վրացին Ստալինը երբ մտածել է թե վրացիների ինչ հայրենական պատերազմ է սա Ռուսը ինքը եւ այլ։ Հիմա ինչ է, ուրեմն մենք այս բաները պետք է հասկանանք թե չէ։ Եվ դպրոցներում պետք է արգելել սովետական հայրենական մենք ասեմ մեր ժողովրդին, ի դժբախտություն մեզ մենք 4-5,000 տարվա մեջ երբեք մեր հայրենական պատերազմ չենք մղել։ Եթե մեր հայրենական պատերազմը երկու առիթ ունենք 1920 թվին աշնանը եւ այս Շուշի եւ այլ շրջանում եթե հայրենական պատերազմը ենք հաստատ հաղթել ենք մենք մեծ պետություն ենք ունեցել եւ Վիլսոններ չէինք մեղադրի 1000 բաների մեջ բայց ուրիշի հայրենական պատերազմը բիրք են կպցրել են ռուսականը եւ այլն եւ մենք մանենք գալիս հիմա Գեորգիևյանի շորեն խեղկատագությունները պետք է անեն հասկան մեր երկիր օկուպացված է եթե օկուպացված է Արցախը թող հետ տան այսօր դուք գիտեք չէ հիմա ուրիշ գործ է գնում ինչ է Ղարաբաղի ռեգիոնում ռուսական հաղորդագրությունը հանքարդյունաբերություն ռուսներն ու ադրբեջանցիները պետք է սկսեն այսինքն ռուս ադրբեջանյան օկուպացիան Ղարաբաղում Արցախում հիմա ոնց ասեմ կներեք այդ բառի համար կերակ դարերի սխալի համար հա որ ասում են բացատրում են մտածեք ես դրա համար միշտ մտածեք ձեր շահ պաշտպանեք ուրիշ ոչ ոք պետք չի ոչ ես եղեք ոչ հայամետ եղեք եւ Հայաստանը կենտրոն տեսեք ոնց ամեն ինչը տեղը կա ժամանակի մեջ եւ իշխանության հարցեր կունենաք կամ կպահեք կամ կփոխեք ոչ մի խնդիր չի տա բայց ընտրություններ մաքուր արեք մնացած այսպես է չի կարելի այդպես ապրել մենք որովհետեւ եզրագծին ենք որ ոչ տարածք է մնացել ոչ ազգաբնակչություն տգիտությունը խեղդում է այդ տգիտության խեղդելու մեջ էլ այս լրատվության որոշ մաս որը տերոր է անում հայերենով, ռուսերենով եւ այլն եւ ասեմ քանի որ լրատվության հարցով էլ այս տարա չէ շնորհամերիկ էս կան տեղ են զբաղեցնում բան պետության համար կարևորը իհարկե լրատվությունն այստեղ խոսք չկա բայց որ լրատվությունը որ ներքին քայքայ աշխատանք է անում որոնց չպետք է իմանանք ինչոց է պետության համար մեր համար կարևորը արդարադատությունն է անգախ արդարադատությունը օրենքը կարգին օրենքը որը կողմանա կարգավորի Արիևը ուրեմն չուներ լրատվություն չէ չուներ
Դե ալիվ ընդհանրապես փակել է Դրեց վատ վերցրեց Արցախը, մեզ էլ շպրտեց դուրս։ Մնացածը կարծում եմ մեր ուժը բավարար է աշխարհում է, շատ բավարար է, որ մենք լինենք տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։ Հակապետական գործ են անում, գնում են հիմնարկ, մտնում են, հետո հետները տանում նկարում են, ով իրավունք ունի մունիցիպալիտետ մտնի եւ բազար սարքի։ Նորից եմ օրենք, ես էլ եմ ասում, պետության կայացումն է խնդիր, ոչ լրատվությունը։ Մեր խիզախությունը մենք պետք է արտաքին նաեւ թշնամու դեմ, ճիշտ է, ցուցաբերենք, ոչ միայն ներսում։ Ինչո՞ւ տերոր են անում, Ռուսաստանի քաղաքացին գալիս է, հետո ինչ որ հայ է, մտնում է Հայաստանի ուրեմն մունիցիպալիտետ տերոր է անում տեղական ինքնակառավարմանը։ Վաղն է Չիլիից պիտի գա։ Նոր-նորքի նոր-նորքն է մենակ ինչի կանադայի քաղաքացի չէր թքում եկել է։ Ես լինեի կսատկեսնեի։ Ձեր մունիցիպալիտետի աշխատողը Պաշտոնյան ինչի է թույլ տալիս իրեն տրվել սադրանքի, եթե դուք ինչ անի, հիմա եկել է, նայեցեք, մարդիկ տարբեր են լինում։ Հիմա մեկ ծեծել մարդուն։ Ուրեմն տեսեք ինչ է լինում։ Դա ընդհանրապես ոնց է, ես չի ուզում բայց ես լինեք սատկեցնեի, ես չեմ տակտելու, ուրեմն դա իր գուցկից էստե բան սարքի, ինքով է, խնդիր ունի, թող գնա հանցամարմիններ կա հետերը։ Բռունցքներով են այդ հարցերը։ Ինքը բռունցքի վիճակ է առաջացրել հայ ժողովուրդը զգացմունքային ժողովուրդ է, բոլորը գիտեն, ով որ ուղարկել է, գիտի որ մեր ժողովուրդը զգացմունքային է, դուք այդպեսին չեք։ Այսինքն թույլ տեղը մեր հոգեբանական տերոր ինչու են ասում, գալիս են քեզ քաշքշում են, լսարանում էլ է լինում։ Ներվերը տուտում են, հիմա իհարկե։ Ձեր ուսանողին կծեծեք դուք։ Ես երբեք չէ, բայց վզերից վրանց ու շպրտած ունեմ, ոնց դա հակապետական բաներ խոսե, մեր պետություն նկատում եմ։ Տվյալ դեպքում հակապետական է գործում այդ մարդը։ Հա, բայց չէ, պետության համար է եկել, ով է, ինչ է։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, ով է, ինչ է։ Մենք աշխարհասփյուր ժողովուրդ ենք, չէ՞։ Մեր օրենքները կատարյալ չեն։ Մենք պատերազմի եզրին ենք, պատերազմ, այս վիճակը ինչ որ կա։ Օրենքները կատարյալ չեն։ Օրենք չկա, եւ այն։ Հիմա պիտի մեկ էլ մեկը քնից ելնի, հա, որտեղից, մեկ էլ Բուրգինա Ֆասոից գա հայ է։ Մի հատ կա, չգիտեմ իրենց երկրում ինչ է սովորել եւ այլն։ Դրա համար մեր հայրենագիստերին եմ ասում։ Նախ այս վիճակն է, դուք պետք է ափսոսակ ձեր պետականությունը, որտեղ թերությունները լիքն են, լիքը։ Հիմա երկրորդ մասը կա։ Դուք ձեր երկրներում ռիսկ կանեք նման բաներ անեք։ Ռոսգվարդիայի դիմաց, գմտնեն ռուսական մունիցիպալիտետ այդ գործերը կանեն հայերը։ Հարց եմ տալիս։ Կանեն։ Կանադայում ռիսկ կանի թքի բանի տրյուտոյի կողքի մարդու վրա, հա։ Քաղաքացի է նրա, հո Հայաստանի քաղաքացի չի։ Նախ Հայաստանի քաղաքացին էլ ոչ նա իրավունք ունի, ոչ էլ նա իրավունք ունի, երկուսն էլ չունեն։ Կանեն Հայաստանի չէ, այդ որփի գլուխն է, ամեն մեկ եկել է բան անի։ Դրա համար պետք է սատկեսնեին, բայց պետք է տանեին, այնպես ծեծեին, որ ինքը չի իմանար ոնց ծեծեցի։ Ինչի համար։ Մենք նայեցեք, պետություններն անցնում են, ես ինքս գիտեք, որ այդ բնավորության մարդը չեմ, բայց հարցեր կան։ Մենք ուրեմն անցել ենք ֆեոդալիզմ, ճորտատիրություն եւ այլն եւ պետությունները, եղել է ֆաշիզմ, եղել է ուրիշ բաներ, բռնություն եղել Ֆրանսիայում, ինչ էր Ֆրանսիայի բռնություն հայտ է։ Ֆրանսիան այդ ճամփեքով անցել եկել հասել են վիճակին ինչ որ կա։ Հիմա մեզ կանգնեցրել են Ֆրանսիային ճամփին եզրին։ Կես ժողովուրդ 88 թվից բանի տակ է, ստրեսի տակ է, երկրաշարժ, պատերազմ, աղքատություն, հա, ու այդտեղից էլ մի հատ ոնց ասեմ, Հարավաֆրիկյան Հանրապետությունից ազգության մի հատ հայ պետք է ներվերի հետ խաղա։ Ուրեմն իրենք պետք է ես հայերին ուզում եմ ասել մեր հայրենիք, գիտեմ որ ինձ չեն նեղանում։ Սիրելի հայեր, ռուսա, չգիտեմ ինչ էլ ինչ որ գուզեք, բայց ինձ համար բոլոր հայեր։ Մեր ժողովուրդ Հայաստանում շատ զգացմունքային է, որ գալիս եք այնպեսի մանրարեք, որ կռիվներ ստեղծվի։